քվեարկիր Նիկոլին, որ հետո չզղջաս հայրենիքիդ եւ երեխայիդ ապագայի կործանմանը մասնակից լինելու համար։ Ճշմարտությունն այն է, որ Նիկոլը ավերում է ամբողջ Հայաստանը, որ իր ամբողջ քաղաքականությունը ուղղված է ոչ միայն տարածքներ հանձնելու, այլև հենց ոչնչացնելու հայ ազգային ինքնությունը, կործանելու հայոց ազգային արժեքները։ Ճշմարտությունն այն է, որ եթե հանկարծ Նիկոլը մնա իշխանության գլխին, ապա շարունակելու է իր ազգադավ ծրագրերը, նսեմացնելու է հայրաքելական Սուրբ եկեղեցին, շարունակելու է պղծել ազգային բոլոր սուրբ արժեքները և շարունակելու է ոչնչացնել հայոց ազգային պատմությունը։ Ճշմարտությունն այն է, որ եթե հանկարծ Նիկոլը մնա իշխանությանը, ապա նա շարունակելու է հանձնել տարածքներ այլևս ամբողջ Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի երկայնքով և դեռ ավելին, նա շարունակելու է լցնել Հայաստանը ադրբեջանցիներով և Եվրոպայից վտարվող օտար միգրանտներով ապօրինի և շատ կարճ ժամանակ անց մենք մեր սեփական հայրենիքում դառնալու ենք այդ դեպքում փոքրամասնություն, բայց թշնամին դրանով չի բավարարվի և ըստ թշնամու բոլոր հայտարարությունների նրանք ի վերջո նորից հայտարարելու են պատերազմ և Նիկոլը նորից այդ դեպքում հանձնվելու է և մենք պարզապես կործանվելու ենք։ Սա այն դաժան ճշմարտությունը, որը կարող է լինել, եթե հանկարծ Նիկոլը մնա իշխանությանը։ Բայց մյուս կողմից ճշմարտությունն նաև այն է, որ չնայած այս սարսափելի իրողության և սարսափելի սպառնալիքների, իրականում պայքարի էներգիա իսպառ չկա։ Ճշմարտությունն նաև այն է, որ չնայած այս ամբողջի, ընդդիմադիր և ոչ մի ուժը ցավոք սրտի իրական պայքար չտարավ, իրականում և ոչ մի ուժը ցավոք սրտի չհայտարարեց, որ անհապաղ դատելու է Նիկոլին և իր ամբողջ թիմին իրենց ազգադավ քաղաքականության և բոլոր իրականացրած ծրագրերի համար և չեղարկելու է ազգադավ բոլոր որոշումները։ Սա ևս դաժան ճշմարտություն է և ըստ այդմ ինչ-որ առումով ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կամ մտածում են գնալ ընտրությունների, որպեսզի պարզապես պատռեն ամբողջ քվեաթերթիկները։ Ես կարող եմ հասկանալ, բայց մյուս կողմից ինչ ունենք, այն էլ ունենք։ Եվ երբ որ չկա այլ ճանապարհ, ապա նպատակին հասնելու համար մենք ստիպված ենք լինում ընտրել այն ճանապարհները, որոնք առկա են, նույնիսկ եթե մենք այդ ճանապարհները չենք հավանում։ Եվ ըստ այդմ կան այլ ճշմարտություններ ևս։ Ճշմարտությունն այն է, որ եթե ընտրելու եք Նիկոլին, յուրաքանչյուրդ, ամեն մեկդ, եթե հանկարծ ընտրելու եք Նիկոլին, դուք դառնալու եք մասնակից ամբողջ ազգային դավաճանությանը։ Ճշմարտությունն այն է, որ եթե հանկարծ չեք գնա ընտրություններին, ապա ձեր փոխարեն ընտրելու են նորից Նիկոլին և դրանով դուք նորից դառնալու եք մասնակից ազգային դավաճանությանը։ Ճշմարտությունն այն է, որ եթե հանկարծ դուք գնաք և ընտրեք ակնհայտորեն չանցնող որևէ կուսակցությանը, ապա նորից ձեր ձայները ըստ մեր ընտրական օրենսգրքի վերաբաշխվելու են և դրանով դուք նորից նպաստելու եք ազգային դավաճանությանը։ Սա այն դաժան ճշմարտություններն են, որոնք որ առկա են, և մենք պետք է դա հաշվի առնենք և դրա համար նորից ու նորից կոչ ենք անում բոլորին գնալու և առաջին հերթին հիշելու հետևյալը. այս պահին մեր առջև դրված չէ նպատակ ընտրելու վարչապետին, այլ դրված է նպատակ չարիքից ձերբազատվելու, դատելու դավաճանին և փորձելու զորացնել ազգային անվտանգությունը, ապահովել ազգային անվտանգությունը, որպեսզի ճեղքենք այս ամբողջ չարիքը և փրկենք Հայաստանը։ Բայց այս ամբողջը, չնայած որ ճշմարտություններ են, ինչ-որ առումով փոքր ճշմարտություններ են, կան շատ ավելի մեծ ճշմարտություններ։ Ավելի մեծ ճշմարտություն է պատմական արդարությունը, որն այն է, որ հայկական լեռնաշխարհում մշտապես ապրում էին հայերը,
Մենք ապրում էինք այստեղ, երբ որ մեր աշխարհում հայտնվեց Քրիստոսը եւ փոխանցեց իր մեծագույն խորհուրդը սիրո, հավատի եւ հույսի, եւ մենք հայերս առաջինն էինք աշխարհում, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ճշմարտությունն այն է, որ հին ժամանակներում մենք ապրում էինք այստեղ եւ երբ որ Վահագնը ծնվում էր կրակի բոցի մեջից Հայաստանում, մենք հայերս ողջունում էինք նրան։ Ճշմարտությունն այն է, որ երբ որ շումերական Գիլգամեշը շրջում էր աշխարհով, որպեսզի հասնի իր նպատակին եւ կարողանա գտնել անմահության խորհուրդը, ինքը անցնում էր նաև Արատտայով, Սուրբ Արատտայով, որը եւս Հայաստանն էր։ Ճշմարտությունն այն է, որ այստեղ քարանձավներում հազարամյակներ առաջ եւ նոր ուսումնասիրություններով 180,000 տարի առաջ քարանձավներում ապրում էին նախամարդիկ եւ այդ նախամարդիկ կրում էին նույն հայի գենոմը։ Սա ճշմարտություն է։ Եվ ճշմարտություն է այն, որ թուրքական էթնոսը, որը իրականում էթնիկ խումբ է միայն, հայտնվել է աշխարհում ընդամենը 12-րդ դարում եւ չէր կարող այստեղ գտնվել ընդհանրապես, եւ դրա համար պարզապես տգետ են այն բոլոր մարդիկ, ովքեր որ երբեմն պահի տակ հանկարծ ասում են, որ այստեղ ապրում էին նաև թուրքերը, իրենք գոյություն չունեին աշխարհում, ինչպես գոյություն չունեին աշխարհում այն բոլոր եվրոպացիք, որոնք որ դեռ կապիկի մակարդակում էին այն ժամանակ, երբ որ մենք արարում էինք ամբողջ Հայաստանը, երբ որ Սասնա քարը առաջինը դրվեց եւ այդ վայրը կոչվեց Սասուն, չկային ոչ եվրոպացիք, ոչ ռուսները եւ ոչ մեկ ուրիշ եւ ընդհանրապես գոյություն չունեին, իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա պատմական արդարություն է, բայց պատմական ճշմարտությունը նաև այն, որ ցավոք սրտի 13-րդ դարից ի վեր թուրքական սուբեթնոսը սկսեց ինչ-որ ձևով տարածվել եւ տարածվելու հետ մեկտեղ իրենք պետք է գողանային ուրիշի պատմությունը, որպեսզի կայանային։ Սա կարելի է հասկանալ, բայց մեզ համար անհրաժեշտ է հետևյալը, քանի որ հասկանալով հանդերձ, որ իրենք կարիք ունեն ինչ-որ պատմության կերտման, նրանք անընդմեջ փորձելու են կործանել ամբողջ Հայաստանը, որպեսզի զավթեն նաև պատմությունը, այլ ոչ միայն տարածքները։ Մենք խաղաղասերներս պետք է հիշենք հետևյալը, մենք պետք է այնքան հզոր լինենք, որ իրենք չմտածեն էլ որևէ պատերազմի մասին, եւ միայն սա է խաղաղության ճանապարհը։ Ու կա իհարկե ավելի մեծ ճշմարտություն, ավելի մեծ ճշմարտություն այն է, որ մեր սուրբ հողերը մշտապես մնում են մեր սրտում, եւ դրա համար եթե ոչ մենք, ու եթե ոչ մեր երեխաները, ապա առնվազն մեր թոռները, վաղ թե ուշ, նորից կելնեն կռվի եւ կվերադարձնեն մեր սուրբ հողերը եւ մեր սուրբ եկեղեցիները, որովհետեւ մենք բոլորս սրտում կարոտ ենք մեր բոլոր հողերի, նույնիսկ նրանք, ովքեր այժմ մերժում են իրենց ազգային ինքնությունը։ Եվ կա էլ ավելի մեծ ճշմարտություն։ Այդ ավելի մեծ ճշմարտությունն այն է, որ ամբողջը հիրավի անցողիկ է։ Ոչ մի բան հաստատում չէ, եւ ի վերջո այդ ամբողջը կարող է գոյություն չունենալ, բայց մեզ տրվում են այն ժամանակները, որոնցում մենք ապրում ենք, այն տեղը, որում մենք ապրում ենք։ Մեզ տրվում է այն պատասխանատվությունը, որը մենք պետք է կրենք, եւ ըստ այդմ այն մարտահրավերները, որոնք որ օգնում են մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները, դրանով ավելի զորանալ եւ գնալ առ Աստված, գնալ առ լույս։ Եվ սա ամենամեծ ճշմարտությունը, հանուն որի էլ պայքարում ենք ամեն ակնթարթ։